Երբ խոսում ենք առողջության մասին, հաճախ կենտրոնանում ենք հիվանդության ախտորոշման և բուժման վրա, սակայն ոչ պակաս կարևոր է այն փուլը, որը մարդուն օգնում է վերականգնել իր շարժունակությունը, հաղորդակցվելու կարողությունը, ինքնուրույնությունն ու կյանքի որակը։ Հենց սա է վերականգնողական բժշկության գլխավոր նպատակը։ Վերականգնումը կարող է անհրաժեշտ լինել կյանքի տարբեր փուլերում, սկսած երեխայի զարգացման առանձնահատկություններից մինչև օրինակ ինսուլտից հետո վերականգնման գործընթացը։ Լավագույն արդյունքների հասնելու համար կարևոր է տարբեր մասնագետների ներգրավումը, իհարկե համատեղ աշխատանքը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ունակ վերականգնողական կենտրոնի մասնագետներին։ Հերթով ներկայացնեմ, որից հետո սկսենք մեր զրույցը։ Բժիշկ վերականգնողաբան Աղավնի Զարաֆյանը, լոգոպեդ Տաթևիկ Սարգսյանը և ֆիզիկական թերապիստ Անդրանիկ Հարությունյանը։ Ողջունում եմ։ Յուրաքանչյուրից շատ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել եւ այսօր մեր տաղավարում եք։ Այսօր շատ հետաքրքիր զրույց կունենանք, կարծում եմ մեր հեռուստադիտողների համար եւս, որովհետեւ այսպես շատ հաճախ մենք խոսում ենք մուլտիդիսցիպլինար բժշկության մասին, ինչքանով դա կարեւոր է, որ տարբեր մասնագետներ միշտ լինեն կապի մեջ, համատեղ աշխատեն եւ ինչու ոչ մենք այսօր եւս մեկ անգամ կապացուցենք, ինչքան կարեւոր է միաժամանակյա տարբեր մասնագետների ներգրավումը այս կամ այն խնդրի դեպքում։ Նախ սկսենք ձեզանից, բժշկուհի Զարաֆյան, ինձ հետաքրքիր է որն է կենտրոնի հիմնական առաքելությունը եւ վերականգնողական ինչ հիմնական ուղղություններ են գործում ձեր կենտրոնում։ Մեր կենտրոնի առաքելությունը օգնել մարդկանց անկախ տարիքից, անկախ իրենց առողջության վիճակից, խնդիրներից, ինչքան հնարավոր է վերականգնել ֆունկցիան, շարժողական, հաղորդակցման, խոսքի, հասնել իր հնարավորությունների առավելագույն մակարդակի, լավացնել կյանքի որակը եւ իրենց մասնակցությունը ընտանիքի կյանքում, աշխատանքի, հասարակության կյանքի մեջ։ Այլ կերպով մենք դարձնում ենք իրենց ունակ։ Այո, եւ այդ նպատակի շուրջ աշխատում է ունակ վերականգնողական կենտրոնի թիմը, որը իրար մեջ ներառում է վերականգնողական բժիշկ, ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստ եւ լոգոպեդ։ Շատ հաճախ կարծիք կա, որ լոգոպեդին պետք է դիմել միայն այն ժամանակ, երբ երեխան պետք է սկսի խոսել, սակայն չի խոսում կամ սխալ է արտաբերում տառերը։ Իրականում որ տարիքից է սկսվում լոգոպեդական գնահատումը, որոնք են նախախոսքային փուլի այն նշանները, որոնց ծնողը պետք է ուշադրություն դարձնի։ Իրականում շատ հաճախ հանդիպող թյուրըմբռնումներից մեկը այն է, երբ որ մտածում են, որ լոգոպեդին պետք է դիմեն այն ժամանակ, երբ որ որոշակի տարիքում երեխան չի խոսում կամ որոշակի այս կամ այն հնչյունը չի արտաբերում։ Իրականում խոսքի եւ հաղորդակցման զարգացումը սկսվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։ Այդ իսկ պատճառով լոգոպեդական գնահատում կարելի է իրականացնել հենց վաղ մանկական տարիքից, հատկապես երբ որ կա զարգացման գործոնի որոշակի ռիսկեր։ Երեխայի կյանքի առաջին տարին համարվում է խոսքի զարգացման հիմքերի ձևավորման ամենակարևոր փուլը։ Այդ ժամանակահատվածում երեխան դեռևս բառեր չունի, սակայն այդ նախախոսքային փուլում ձևավորվում են շատ կարևոր հմտություններ, որոնք հետագայում շատ կարևոր են խոսքի զարգացման համար։ Այդ հմտություններն են լսողական ընկալումը, ուշադրությունը, հաղորդակցման ակտիվությունը եւ ցանկությունը, շարժողական հմտությունները, շնչառական եւ օրալ մոտոր համակարգի զարգացումը։ Շատ կարեւոր է, որ ծնողներ ուշադրություն դարձնեն եւ անհանգստանան հատկապես հետեւյալ նշանների արկայության դեպքում եւ դիմեն մասնագետի։ Այդ նշաններն են, երբ որ երեխան չի արձագանքում ձայներին եւ իր անվանը, սակավ է աչք կոնտակտը, բացակայում է թոթովանքը եւ գղանքը, չի ժպտում կամ սակավ է արձագանքում շրջապատին, բացակայում է նմանակումը որոշ ձայների եւ շարժումների, չի օգտագործում ժեստեր, օրինակ բարևի, հաջող արա, օդային համբյուր ուղարկի, ինչպես նաև եթե նկատվում են սնուցման, կուլ տալու եւ ծամելու դժվարություններ։ Սակայն այստեղ պետք է հասկանալ մի բան, որ վաղ գնահատումը չի պարտավորեցնում, որ կա խնդիր, այլ հակառակը օգնում է, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն այս կամ այն զարգացման առանձնահատկությունները եւ ժամանակին միջամտություն տեղի ունենա, որպեսզի ավելի արդյունավետ ելք ունենանք։
Այո, շնորհակալ եմ այսքան հանգամանորեն բացատրելու համար։ Տեսեք, մտածեցի, որ իրոք նույնիսկ մայրիկներ կան, որոնք նախապես տարբեր ձեռնարկներ ուսումնասիրում են ու արդեն գիտեն երեխան որ հասակում ինչ պիտի սկսի անել, չէ՞։ Շատերը ուսումնասիրում են ու նույնիսկ սպասում են ու իրենք մոնիտորինգ են անում, այսպես ասած։ Այնպես որ սիրելի արտադիտողներ, եթե փոքրիկ անգամ ակնարկ եք նկատում, որ ինչ պատճառով երեխան այս կամ այն տարիքում արդեն մի քանի ամսեկանում պիտի սկսեր այս կամ այն ձայները, հնչյունները հանել եւ չի հանում, ինչը ոչ կարելի է նաև հաշվի առնել, որ կարելի է լոգոպեդի հետ ուղղակի խորհրդակցել, արդյոք ձեր նկատառումը ճիշտ է, թե ուղղակի մայրական անհանգստություն է։ Իսկ հետաքրքիր է, եթե այնուամենայնիվ ծնողները բաց են թողել այդ վաղ փուլերը, չեն նկատել, զարգացման որ փուլերի ուշացման դեպքում արդեն պետք է պարտադիր դիմել մասնագետի։ Տեսեք, երեխաները ամեն մեկ ունեն իրենց անհատական տեմպը զարգացմանը, բայց գոյություն ունեն զարգացման փուլերը, մենք ասում ենք միլստոնց, հիմնակարերը, որի դեպքում եւ զարգացումը հետ է մնում, անպայման պետքա դիմել բժշկին։ Ու ամենը կրիտիկական են դա 3-ից 4 ամսական հասակն է, երբ որ երեխան սկսում է գլխի վերահսկումը, զարգանում է միջին գիծը, ինքը սկսում է բացել ձեռքերը, հետևել ծնողին, ու եթե ծնողը տեսնում է, որ ինքը չի անում այդ փուլի շարժումները, կամ օրինակ 8-ից 9 ամսական ինքը չի նստում լիարժեք, 9-ից 10 ամսական չոչի դիրքը չի պահում, 12 ամսականում չի կանգնում, իսկ 18-ում քայլեր չի անում, անպայման պետք է դիմել բժշկին, պետք չի սպասել, որ կմեծանա, ինքը իրանով կանցնի, ավելի ճիշտ է դիմել բժշկին, որը կտա ճիշտ ուղղություն, դա խնդիր է, թե ուղղակի իսկապես սպասել։ Շատ կարևոր է ֆիքսել, այո, ավելի լավ է մասնագետը ասի, որ սա ընդհանրապես հապաղում է, միգուցե դանդաղում է, բայց չթողնենք։ Շատ ժամանակ ասում են, հարևանն է ասում, իմ երեխան էլ է տենց եղել, բարեկամն է ասում, իմ երեխան կամ իմ առաջինն էլ այդպես եղել։ Մի մտածեք ամեն ինչ լավ է գնում, բայց դա սխալ է, որովհետև մենք կորցնում ենք ոսկե ժամանակը երեխայի, որովհետև ինչքան շուտ վաղ գնահատում արվի, այդքան շուտ մենք կսկսենք միջամտությունը վաղ։ Այո, վաղ միջամտության մասին շատ են խոսում երեխաների դեպքում, Անդրանիկ, եւ հետաքրքիր է արդյոք այս նույն սկզբունքը կարող են կիրառել մեծահասակների դեպքում, օրինակ, եթե մարտարել այս կամ այն հիվանդություն, օրինակ ինսուլտից հետո ուշացել է, միանգամից չի դիմել, ինչ կասեք այդ մասին։ Կարծում եմ վաղ միջամտությունը բժշկության մեջ առհասարակ շատ կարևոր գործոն է, անկախ ոլորտից։ Ինչ վերաբերվում է ինսուլտին, այո, ինսուլտը, երբ մարդ տանում է ինսուլտ, մենք սկսում ենք վերականգնումը 24-ից 48 ժամ հետո, երբ հիվանդը կայուն է եւ չկան ինչ-որ հակացություններ։ Երբ մարդ տանում է ինսուլտ, այդ ժամանակ նրա մոտ սովորելու ունակությունը բարձրանում է, քան նախքան ինսուլտներ, դա կոչվում է ուղեղի նեյրոպլաստիկություն։ Եվ այդ process-ը տևում է մոտավորապես 3-ից 6 ամիս եւ դա կոչում ենք հնարավորության պատոհան կամ ոսկե ժամանակահատված, որը պետք է օգտագործել շատ շուտ եւ շատ կարեւոր է չկորցնել այդ հնարավորությունը։ Մենք իդեպ շատ ենք նյարդաբանելիս եւ շատ ենք կիրառում այդ պլաստիկությունը, լուսավոր պատոհանը կամ ինչպես դուք ասացիք, ինչպես է կոչվում, հնարավորությունների պատոհան։ Այո, որը բացվում է կարճ ժամանակով։ Այո։ Եթե ժամանակին չենք միջամտում, զարգացման ուշացումը ինչ բարդությունների կարող է հանգեցնել, չենք ուզում վախեցնել, բայց իհարկե կարծում եմ իրազեկումը խիստ կարևոր է հիմնավորել, ինչու պետք չէ ուշացնել։ Պետք է ուշացնել, որովհետև երեխան, որ ունի կենտրոնական նյարդային համակարգ եւ ասում զարգացման տարբեր արատներ, ինքն էլ է զարգանում։ Բայց ինչ է ինքը անում, ինքը սկսում է օգտագործել կոմպենսատոր մեխանիզմը։ Եվ զարգացումը ոչ նորմալ շարժման նմուշ։ Ու եթե այդ ոչ նորմալ շարժման, մենք ասում ենք աբնորմալ նմուշը զարգանում է, մենք գիտենք, որ զարգացման մեջ աշխատում է շարժման շղթան։ Երեխան գլուխ է պահում, գլորվում է, նստում է, չոչ է անում, կանգնում, քայլում է։ Ու եթե ինքը զարգացրեց մի ոչ ճիշտ նմուշ շարժման, մյուս շարժումը նորից լինում է ոչ ճիշտ։ Հնարավոր չէ ոչ ճիշտ աբնորմալ շարժման վրա կառուցել նորմալ։ Դրա համար է շատ կարևոր առաջի հենց ծնողը, որ նկատում է, որ կա պրոբլեմ, խնդիր երեխայի մոտ, դիմել բժշկին, որ թեկուզ մենք չենք սկսում բուժումը, բայց մենք խորհուրդ ենք տալիս ծնողին ինչ պետք է անել։
Եվ սիրելի հեռուստադիտողներ, չմոռանանք այն մասին, որ մեր նյարդային համակարգը բավականին լավ հիշողություն ունի։ Եթե այդ ռեֆլեքսը, այսպես ասած, ինչպես բժշկուհին ասում է, արդեն ֆիքսվել է եւ կա սխալ սովորույթ, հետո դա հետ սովորեցնելը եւս մեծ ջանքեր ու աշխատանք է պահանջելու։ Նորից այդ շղթան պտտացնել հետ արդեն հնարավոր չի լինում։ Իհարկե լինում են արդյունքները, բայց մեկ արդեն աշխատում ենք ավելի, որ կոնտրակտուրաներ չառաջանան, դեֆորմացիաներ չառաջանան, բայց ոչ թե բերենք նորմայի։ Այո։ Հաջորդ հարցը ուղղեմ ձեզ Տաթև, իսկ խոսքի զարգացման դեպքում որքանով է ընդհանուր շարժողական զարգացումը ազդում արդյունքների վրա, քանզի մենք գիտենք, որ շարժողական եւ խոսքի կենտրոնները խիստ իրար հետ կապված են, ինչպես է համագործակցում ֆիզիկական թերապիստի, վերականգնողական բժշկի, էրգոթերապևտի կամ նույնիսկ գիտեմ, որ ձեր թիմում նաեւ ներգրավում եք հոգեբանի։ Իրականում չի կարելի խոսքի զարգացումը տարանջատել եւ մեկուսացնել, քանի որ խոսքի զարգացումը կապված է երեխայի ընդհանուր զարգացման հետ, հատկապես շարժողական ոլորտի զարգացման հետ։ Օրինակ, երբ որ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, չոչ անել, սողալ, կանգնել եւ քայլել, այդ ընթացքում միաժամանակ զարգանում են շատ կարեւոր մի շարք նյարդաբանական եւ զգայական ունակություններ, որոնք շատ կարևոր են խոսքի զարգացման համար։ Օրինակ, երբ որ երեխան ունենում է լավ կեցված, ճիշտ մի րոպե, օրինակ, երբ որ երեխան ունենում է ճիշտ կեցվածք եւ մարմնի վերահսկողություն, դա նպաստում է շնչառության կարգավորմանը, իսկ մենք բոլորս գիտենք, որ շնչառությունը խոսքի զարգացման համար հիմնարար հիմք է հանդիսանում։ Բացի այդ, խոսքի արտաբերությանը մասնակցում են շատ ճշգրիտ եւ մանր շարժումներ իրականացնող մկանային համակարգեր, լեզվի, շրթունքների, ծնոտի, այտերի եւ այդ շարժումների որոշակի դժվարությունները կարող են հանգեցնել ինչպես խոսքի, այնպես է կլման գործընթացի խանգարումներին։ Երեխան, երբ որ շարժվում է, ինքնուրույն շարժման միջոցով կարողանում է բացահայտել աշխարհը, գնալ, վերցնել, ուսումնասիրել, օշոշափել, դնել բերանը, այսինքն օգտագործելով իր բոլոր անալիզատորները, զգայարանները, ինքը ինֆորմացիա է վերցնում միջավայրից, արտաքին աշխարհից եւ հետագայում դա արդեն օգտագործում է իր հետագա խոսքի եւ ճանաչողական զարգացման գործընթացում։ Իրականում վերականգնողական ծառայություններում, երբ որ մենք գործ ենք ունենում տարբեր տեսակի զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հետ, թիմային մոտեցումը ամենակարևորագույն գրավականներից մեկն է։ Եվ թիմում բոլորս իրականացնում ենք մեր անհատական վերականգնողական նպատակները եւ ծրագրերը, բայց մենք բոլորս աշխատում ենք նույն նպատակի շուրջ, որպեսզի լինի ամբողջական եւ արդյունավետ ավելի։ Եվ լավագույն արդյունքը ստացվի։ Այո։ Հաջորդ մեր հարցը ուղենք ֆիզիկական թերապիստին, Անդրանիկ, ձեր գործընկերուհին նշեց թիմային աշխատանքի մասին, հետաքրքիր է իմանալ նաեւ ինչպես է կազմակերպվում հետինսուլտային շրջանում բուժառուների վերականգնումը, եթե կարելի է մի քանի բառով նկարագրեք։ Առհասարակ թիմը ռեաբիլիտացիոն վերականգնողական բաղկացած է ռեաբիլիտոլոգ բժիշկ, թերապիստ, էրգոթերապիստ, լոգոպեդ եւ հոգեբան, եւ բնականաբար հետինսուլտային վերականգնումը նույնպես ներառում են այս բոլոր մասնագետներին, եթե կարիքը կա, հիմնականում լինում է կարիքը, որ բոլորը մասնակցեն այդ գործընթացում։ Եթե կարելի է, ուզում եմ մի կարևոր նյուանս հանգամանք մեջ բերել, ինչ է տեղի ունենում, երբ մարդ տանում է ինսուլտ, նրա հարազատները փորձելով օգնել, տեսնում են լոկալ տեղային թուլություն եւ փորձում են առաջինը հենց մերսումներով կատարել վերականգնումը, ինչը չի տալիս էֆեկտ, չի տալիս ռեզուլտատ։ Մենակ մերսումով հնարավոր չի կատարել վերականգնում։ Այո, կան էլեմենտներ մերսման նաեւ մեր պրակտիկայում։ Մեր կենտրոնում մենք օգտագործում ենք բոբատ մեթոդը, որը շատ ավելի ուղղված է նեյրոռեաբիլիտացիոն ուղղվածությանը, եթե կարելի է դա այդպես ասել, եւ փաստացի մենք նպատակային ֆունկցիոնալ վարժություններով փորձում ենք խթանել ուղեղի այդ բնական պլաստիկային եւ նպաստել նոր նյարդային կապերի ստեղծման։ Հետևաբար նորից վաղ միջամտությունը եւ ճիշտ գրագետ ընտրված բուժումը շատ ավելի արագ են վերականգնում ինսուլտ տարած մարդուն, քան երբ որ մարդիկ ժամանակ են ծախսում ոչ գիտահեն հիմնավորված մոտեցումներին կամ բուժումներին։
Ես ուզում եմ նշել նաև, որ ինչքանով գիտեմ, Հայաստանում շատ քիչ մարդիկ են հենց այդ տեխնիկայով աշխատում, որը դուք նշեցիք, Bobat մեթոդը, այո, ես ինքս ուսումնասիրել եմ եւ ուզում եմ նաև ասել, որ շատ բուժառուներ եւ հարազատներ, ինչպես դուք ասեցիք, մերսումը, չէ, շատեր ուղղակի փորձում են այդ դիսկոմֆորտը մի քիչ թեթևացնել, բայց այո, համաձայն եմ, որ պետք է գիտակցեն, որ դրանով ընդհանրապես տեղային մի քիչ թեթևացում են ունենալու մկանային այդ դիսկոմֆորտից, ցավից, բայց իրոք ռեաբիլիտացիոն որևէ հետևանք կամ արդյունք դա չի ունենալու։ Այո, միանշանակ, ոնց նշեցիք, մեթոդը լայն տարածում չունի, սակայն բավականին շատ մասնագետներ ունենք, ովքեր տիրապետում են այդ մեթոդին, եւ մի կարևոր նյուանս եւս, մենք հայերս մեր բնավորության գծերից ելնելով փորձում ենք շատ օգնել հիվանդին եւ երբ որ ունենք ինսուլտ տարած հիվանդ, մենք փորձում ենք նրա փոխարել անել ամեն ինչ, սակայն դրանով ավելի վնասում ենք, պետքա թույլ տալ, որպեսզի հիվանդը ինքնուրույն կարողանա անի եւ ակտիվ աշխատանքը ավելի նպաստավոր է, քան պասիվ։ Իհարկե։ Համապատասխան միջավայր ստեղծել եւ դիմել ճիշտ մասնագետի, կարծում եմ դա է գրավականը։ Երեխաների վերականգնման դեպքում այս ընթացքում որքանով է կարևոր ծնողի իրազեկումը, ներգրավվածությունը, հետաքրքիր է ինչ խորհուրդ կտաք այն ընտանիքներին, ծնողներին, որոնք դեռ տատանվում են, արդյոք արժե դիմել մասնագետի թե ոչ։ Կարելի է ասել ոգեշնչող այսպես կոչ լինի։ Սկզբից ասեմ դերը ծնողի։ Մենք ասել ենք, որ վերականգնողական թիմը, վերականգնողական բժիշկը, ֆիզիկական թերապիստը, էրգոթերապիստը, լոգոպեդը, հոգեբանը, բայց պետք է ասել, որ ծնողը շատ կարևոր անդամն է թիմի, որովհետև թերապիան երեխան ստանում է մի ժամ, 2 ժամ օրվա մեջ, բայց մնացած ժամանակը ինքը ծնողի հետ է տունը, բարեկամների հետ է։ Դրա համար մենք կենտրոնում ինձ առաջի օրվանից սովորացնում ենք ծնողներին ինչ պետք է արվի, որ պահվի ռեզուլտատը թերապիայից հետո։ Ոնց իրանք ամենօրյա գործողությունների ժամանակ կարան օգնեն, ու իրանց դերը իսկապես շատ մեծ է այդ process-ի մեջ։ Երբ ուզում եմ խորհուրդ տալ չսպասել, եթե նկատում են ինչ-որ փոփոխություններ, իրանց դուր չի գալիս ինչ-որ շարժումը, ավելի լավ է իրանք դիմեն բժիշկին, բժիշկը ասի, որ ոչ մի բան չկա հանգիստ տեղի, կանցտե մենք կորցնենք ժամանակը, որովհետև վերականգնումը դա ժամանակի մասին է, վերականգնումը դա հույսի մասին է, ու եթե ճիշտ թիմը, գիտահեն մոտեցումները եւ ակտիվ օգնությունը ծնողներին կարան տան արդյունքները, որ մենք չենք էլ սպասել։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ նաև մեկնաբանել, որ մենք շատ հաճախ բժիշկներս ուղղորդող, որոնք ուղղորդում են վերականգնողական բուժման, շատ հաճախ ասում ենք, որ վերականգնողական բուժումը ոչ միայն բուժական նկատառում ունի, այլ նաև շատ ուսուցողական, եւ բժշկուհի Զարաֆյանը հենց այդ մասին էր ասում, որ այն գիտելիքները, որոնք դուք ստանում եք, ինչը որ դուք ստանում եք այդ հմտությունները վերականգնողական բուժման ընթացքում շատ կարևոր է կիրառել նաև տան պայմաններում լավագույն արդյունք ստանալու համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր թիմին այսօր մեզ մոտ գտնվելու համար, կարծում եմ, որ այս ֆորմատը շատ հետաքրքիր է լսել միևնույն ժամանակ տարբեր մասնագետների, հասկանալ ձեր տեսակետը, հասկանալ, որ տարբեր տարիքային խմբերում վերականգնողական բուժման կարիք կարող է լինել եւ ինչպես դուք ասացիք բժշկուհի Զարաֆյան, վերադարձնել մարդուն կյանքի որակը, վերադարձնել իր ներգրավումը, ինչու ոչ պրոֆեսիոնալ, միջանձնային հարաբերություններում, պրոֆեսիոնալ կյանքում եւ առհասարակ իր լավագույն ռեալիզացիային։ Այնպես որ հուսամ, որ այս հատվածը ձեզ համար հետաքրքիր էր, այսօր ինձ հյուրընկալել էր Ունակ կենտրոնը, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ մեր նկարանող խումբը այցելել է դիագնոստիկ բուժ միավորման Ունակ վերականգնողական կենտրոն եւ որտեղ Անդրանիկա Հարությունյան ներկայացրել է մի շարք իրազեկող ինֆորմացիա գոտկային ցավի մասին։ Առաջարկում եմ ձեզ դիտել տեսանյութը, իսկ ես իմ սիրելի հյուրերին հրաժեշտ եմ տալիս։